Ձեր կարծիքով, եթե Ռոբերտ Քոչարյանն ու Սամվել Կարապետյանը միավորվեն, կկարողանան Փաշինյանին հաղթել։ Չեմ կարծում, որ կհանեն։ Իրավորում չի հասնել, Փաշինյանը շատ գործեր արել աղջիկ ջան, փառքասու քանդված երկրի վրա են մարդը նստել է, նրանք թլանել են, տարել են, նրանք էլ բանա, նա այնքան էլ չի կարում Փաշինյանը, որ մեր թոշակը մի երկու կոպեկ էվելցնի, որ բանանի, 40 մանետ թոշակ եմ ստանում, 10 մանետ կոմունալ եմ տալի, լիսը եկանումով եմ վառում, խնդրում եմ անպայման ձայնագրեք, կոմունա հեռախոսը չբնացնեմ, հացը թանկացել է, ամեն ինչը թանկացել է, չեն կարում բանանեն, չեն գոյատևում, գոնյա, սոր դեղ են նշանակել, ես կարում չեմ, դեղերս վեր ունեմ, թոշակը կերել ենք, պրծել, պարտք եմ տվել, 20 մանետ, 20,000 ենք սարկում, 10,000 ենք սարկում, այդ 12%-ը, իմ ինչին է պետքը, ես խանութում նիսեն տանում եմ, փագում, էլ չեմ կարում, որ կանխիկ առևտուր անեմ։ Բայց Փաշինյանից գոհ եք։ Փաշինյանից գոհ ենք, Փաշինյանը քանդված երկրի վրա նստել է, դրա համար էլ Փաշինյանից գոհ ենք։ Ինչքան կարում է, անում է։ Այո։ Չեմ կարող ասեմ։ Ոչ նրա կողմից եմ, ոչ նրա կողմից։ Որտեղ ոչ օգուտ ունեմ, ոչ վնաս սրանցից։ Այդքանը կարող ասեմ։ Ոչ։ Քանի որ ժողովուրդը նախկիններին պրզնաված չանում։ Ինչ ուզում է անեն, նոր դեմք է պետք։ Իրանք չեն ուզում ռեկլամիրovat անեն, էլի, իրանք չունեն տեխնացու Փաշինյանի տեղ, որ հարց են տալիս, ասում են ում եք ուզում Փաշինյանի տեղը դնեք, հա, ուզում են հեռացնել, բայց ում են ուզում Փաշինյանի տեղն ընտրեն կամ դնեք տեխնացու ունեն, նրանք չունեն տեխնացու։ Դրա համար ժողովուրդը բացի Փաշինյանին ուրիշ մարդի չեն տեսնում վարչապետի դերում։ Դրա համար ես մտածում եմ, որ նրանց հիմա ինչ ուզում են անեն, այդ ոչ մի արդյունքի չեն հասնի։ Ուշացել են, շատ են ուշացել։ Փաշինյանը հաղթելու է։ Դա ոչ մի խոսք։ Փաշինյանը հաղթելու է, եւ ինչ ասենք, ամենակարևորը, որ խաղաղություն լինի, մի քիչ էլ այս թոշակառուներին նայեն, այդքան բան, ուրիշ ոչինչ չունեմ ասելու։ Միգուցե կկարողանա, բայց հավոք սրտի։ Ես լրիվ այդ տեխնացու եմ հավանում, Խուրշուդյանին, շատ եմ հավանում, կուզենայի նա էր հավասարակշռված, քաղաքականապես հասուն, այնպես որ իմ ցանկությունը դա է, երբեք ոչ Քոչարյան, ոչ Կարապետյան եւ ոչ էլ Փաշինյան։ Ձեր կարծիքով, եթե Ռոբերտ Քոչարյանը եւ Սամվել Կարապետյանը միավորվեն, կկարողանան Փաշինյանին հաղթել։ Ոչ։ Արդեն ընտրությունները կգա, Աստված իր հետ կլինի, բայց ինձ թվում է Փաշինյան, ժողովուրդը միշտ է Փաշինյանի կողմն։ Չեմ կարող ասեմ, աղջիկ ջան, որ կարողանան մենք էլ կօգնենք։ Եթե Ռոբերտը մեջինա չեն կարող։ Եթե Ռոբերտը մեջինա չեն կարող, իսկ Սամվել Կարապետյանը հնարավոր է մենակ գնա։ Ինչու է այդպես։ Որովհետև Ռոբերտ արդեն իր նարել է։ Նա որպես ինչ այլ թազա մեջ ընկնեմ։ Չեմ կարծում։ Դժվար թե, որտեղ Ռոբերտ Քոչարյանը այն գլխից էլ մերժված է։ Ռոբերտ սա էլ դրանք լրիվ Կրեմլի պատակներն են։ Լրիվ Պուտինին են ծառայում երկուսն էլ։ Եվ ընդհանրապես մեր ժողովուրդը եթե խելոք լինի, այդ ռուսաստրուկներին ոչ մեկի պետք է ձայն չտա, որովհետև մենք գնում ենք այսօր մեր պետությունը պետք է գնա անկախությունը չի Ադրբեջանը կգնա, այսօր մենք չենք գնա, մենք նրանցից վատ ենք, հա? Պետությունը եթե դու չես զգտում անկախության, քու երկերը կործանված է, վաղը ուշադիր լսեցեք, եթե վաղը մենք դառնանք գուբերնիա Ռուսաստանի, վաղը պետք է Թումանյանը Պուշկինով փոխարինեն, պետք է մեր տարերն էլ կորչի, մեր պատմությունն էլ պետք է կորչի։ Էս այլ ամբողջ հարցը սա է։ Մենք ես 70 տարեկան մարդ եմ, էսա
սաղ կյանքներս հավատացել ենք։ Ձեր կարծիքով Արցախնով դատարկեց։ Արցախնում մի մարդ դատարկեց Պուտինը, ուտեղի վրա տվեց Ալիևին նվիրեց։ Այսքան բանից դա հայն իրանք ունի, որ ասի ռուսնին բարեկամնա կամ պատի դրանք ինչի օրինակ մի հարց տամ, ինչի ադրբեջանցի օրինակ մեծահարուստները, որ Պուտինը դուրս անում կամ մի բան, չեն նրանք ասում են չեն դավաճանում իրանց երկրին։ Ասում են մեր երկիրն է եւ վերջ։ Ինչի, բայց հայերը գալիս են ըստի, դուք գալիս են ըստեղ եւ ուզում են այս պետությունը, հարցը Նիկոլը, չլա Նիկոլը մի կողմ թողանք։ Այս պետությունը ուզում են, չգիտեմ ինչ անեն, գուբերնատորին ինչ։ Ես չեմ ուզում հաղթեն Փաշինյանին պետք է մնա։ Չեմ կարող ասեմ դա։ Այդքան, հա, քաղաքականության մեջ այդքան շատ մտած չեմ, որ իմանամ, չեմ կարող ասեմ։ Նայած իրանք ինչքան հետևորդ ունեն, ով կընտրի իրանց։ Հարցը դա է։ Եթե միավորվեն, ընտրությունը լի հնարավոր է։